Հա, Կարջան։ Անի ջան, բարև, ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես։ Լավ եմ, ինչ ես անում։ Ոչ մի բան, մենակ եմ, գիրք եմ կարդում։ Մաման Գոհար ծածանց տուն ա գնացել։ Մաման ոնց էր։ Տրամադրությունը շատ լավ էր։ Կար, այն որ ասել էիր գումար պիտի ուղարկես, երբ ես ուղարկելու։ Անի ջան, հիմա չեմ կարող, ինչ աշխատանքի եմ անցել, դեռ աշխատավարձ չեմ ստացել։ Դե գիտես, մամայի բուժման համար ահագին պարտք եմ արել։ Վիճակս մի քիչ թեթևանա, մի բան կանեմ։ Անի, մամային ուշադիր եղի։ Այն օրը հետը խոսեցի, ձայնը հեչ դուրս չեկավ։ Կար, մաման ինչքան էլ լավ լինի, հենց ձենդ լսում ա միանգամից վատանում ա։ Հավատա, ես չեմ չափազանցնում, ամբողջ օրը մամայի հետ եմ ու շատ լավ տեսնում եմ, թե ինքը իրան ոնց ա զգում ու ոնց ա։ Քիչ խոսա։ Ու մամային ուշադիր եղի։ Հաջող։ Այդ կնոջ դերասանությունը ոնց ա ազդում նորվերից։ Լսի Լիլիթ ջան, ինչ որ ասում եմ ականջիդ օղարա։ Այդ սկեսուրդ ինչ կասի, ինչի ասի, ձայն չհանես։ Եթե պետք է, ամուսնուդ ասա։ Մամ, տենց էլ անում եմ։ Նույնիսկ այդ խեղճ Հարութը, որ խոսում է, մեր ու աղջիկը նենց էլ լրփանում, այդ խեղճ տղեն չգիտի ինչ անի։ Չէ, դու անպայման պետք է Հարութին ասես։ Ասես, որ կարգի հրավիրի քրոջն ու մորը, որ քեզ հարգեն։ Իսկ եթե չի կարողանա կարգավորել այդ հարցերը, դու էլ կբաժանվես։ Մամ, առանց այդ էլ Հարութի քրոջ ու մոր ուշք ու միտքն էլ է դա։ Բայց դրանից մենք կտուժենք։ Դե ասա այ ամմագարդակներ։ Ձեր տուն ուղարկել եմ այս ձևի դաստիարակված, ընտիր, անող, տնող, ամեն ինչը տեղը տեղին մի հատ հրաշք աղջիկ։ Էլ ինչ եք ուզում, Աստծուց կրակ եք ուզում։ Մամ ջան, ես չգիտեմ, թե իրանք ինչ են ուզում, բայց որ սենց շարունակվի, լուրջ եմ ասում, ես հոգեկան հիվանդ կդառնամ այդ հիստերիկների ձեռը։ Նման բան չասես, խնդրում եմ։ Աշխարհին չի ես կանան արդար։ Ուրեմն անի նման հիմար այլանդակ հարսը ինձ բաժին ընկնի, քո նման հրաշք աղջիկն է գնա վհուկների մեջ, հա։ Չէ։ Վայ բախտ բաժանող, վայ որտեղ էիր։ Դե լավ են։ Ալո, Կարջան, ոնց ես աշխատանքի տեղն ես։ Չէ, դուրս եմ եկել ընդմիջման համար ուտելիք գնեմ։ Կար զանգել եմ քեզ լավ լուր ասեմ։ Ինչ ա եղել։ Ես աշխատանքի եմ ընդունվել։ Որտեղ։ Հարսանյաց սրահում։ Գիտես, լրիվ պատահական եղավ։ Գնացի ասացի, որ աշխատանք եմ փնտրում։ Տնօրենն էլ ինձ գործ հանձնարարեց, ու ես որ շատ արագ ու գեղեցիկ արեցի ինչ որ պետք էր, միանգամից ինձ աշխատանքի վերցրեց։ Հա, դե լավ է։ Կար ինչի՞ ես մի տեսակ բան ա եղել։ Չէ, բան չի պատահել, Անի, ուղղակի դու գիտես, որ մաման վատ առողջ է։ Փոխանակ հիմա նրա կողքին լինես, մի բանով օգնես, հոգ տանես նրա մասին, ամբողջ օրը դրսերն ես։ Ես ամբողջ օրը դրսերը չեմ, Կարեն, չգիտեմ ով ա քեզ տենց բաներ ասում։ Հետո մամատ այն վիճակում չի, որ իր մասին հոգ տանեն, ինքը շատ առողջ է։ Ադե մայրս դերասան է, չէ՞, ձևեր է թափում, որ իրան խղճան, չէ՞։ Չէ, ով նման բան ասեց։ Այդ ես եմ անհոգի ու անսիրտ մարդ, որ փոխանակ մորդ մասին հոգ տանեմ, ամբողջ օրը դրսերը թրև եմ գալի ու չգիտեմ ինչով եմ զբաղված։ Անի աղջիկ, ձայնդ վրեժ չբարձրացնես, թե չկհասնեմ մտե ու քեզ համար լավ չի լինի։ Դե լավ Լիլիթ ջան, արի այդ ամմագարդակներին հանգիստ թողնենք, անցնենք մեր գործին։ Քեզ նենց բան եմ ասելու, որ ուրախությունից կթրջկոտես։ Հələ ասա տեսնե։ Ասեմ։ Հիշում ես, որ ես խոստացել էի ծնունդիդ ոսկե շղթա առնել։ Հա, հիշում եմ, մամ։ Դե իմացի սիրելիս, ոսկե շղթայի գումարը լրիվ ինձ մոտ է։ Երբ ցանկանաս, միասին կգնանք եւ կգնանք։
Մամ, դու տենց փողեր որտեղից ես կարողանում ունենաս ու հավաքես։ Տեղը ասեմ մենք էլ հավաքենք բա։ Լսի, ինչ որ կասեմ, մենակ ես ու դու պետք է իմանանք, ոչ մեկը այդ մասին չպետք է իմանա։ Հա։ Ես Կարենին անդադ ասում էի, որ վատ եմ, հիվանդ եմ, շատ ծանր վիճակի մեջ եմ, ինձ ստուգումներ, ռենտգեն, դեղեր եւ այլն պետք է, ու ինք ինձ փողեր ուղարկում։ Այդ փողերը ես լրիվ հավաքում էի ու խնդրեմ, շղթա այդ փողը ինձ մոտ է։ Հետո այն, որ այդ փողերը լրիվ հավաքել եմ ու շղթա այդ փողը արդեն կա ասացի։ Չես հասկանում։ Ինչ ես այդ ձևի վրես նայում։ Մամա, հələ մի րոպե, դու իրականում ոչ մի առողջական խնդիր չունես, չէ՞։ Վայ, այ աղջիկ ջան, ասում եմ, չէ, չունեմ, ես լրիվ առողջ եմ, թու։ Այ մամա, բայց դու ես ինչ կին ես, ես ինչ խորամանկ ես, եթե ես ուզեի անեի, չէր ստացվի հաստատ մոտս։ Թավդ տանեմ, դու գիտես, որ ես քեզ համար պատրաստ եմ ամեն ինչի, նույնիսկ կյանքս չեմ խնայի, ամեն ինչի պատրաստ եմ, մենակ թե դու քեզ լավ զգաս։ Լսածներից չեմ հավատում։ Դու ոնց կարող էիր այսքան ժամանակ ստեիր։ Չնայած ինչ եմ զարմանում, քո պահվածքից ու տեսքից շատ պարզ երևում էր, որ դու խաբում ես։ Մենակ Կարենն էր կուրորեն քեզ հավատում։ Աղջի, դու չես ամաչում, ականջ ես դնում, հա? Ինչ ես ուզում դրանով ասել։ Հələ մեծ հանգստացի մի րոպե։ Այդ իշտորով ես մամայիս հետ խոսում։ Հա։ Այդ հարգանք ունեցի մորս հանդեպ։ Այն ինչ որ ես հենց նոր լսեցի, ինձ իրավունք ա տալիս խոսել այնպես, ինչպես խոսում եմ։ Քո մեղքը Կարենը չի գալիս, որ դու այդպես ես վարվում։ Չհասկացա, ինչ ես ուզում դրանով ասել։ Ես ոչ մի բան էլ քեզ ամեն դեպքում չեմ ուզում ասել, ինչ որ պետք է ես Կարենին կասեմ։ Հələ մեծ հանգստացի, հա։ Այդ ինչ պետք է Կարենին ասես, այդ կայաուզնիկ։ Ինձ մի վիրավորի։ Ես աղջիկ ինձ կատրացի կհասցնի։ Վայ, Մամ, Ստորա, ես հենց հիմա, մամա, ես հենց հիմա Կարենին կզանգեմ ու ամեն ինչ կասեմ։ Զանգի ասա թե ոնց է իր մայրը իրան խաբել, որ քո համար շղթա գնի։ Այդ ինքը չի խաբել, դու քո տոնին մի հատ նայ ոնց ես մամայից հետ խոսում։ Զանգի ասա թե հենց հիմա գա, ես իրան հանգստացի մի հատ։ Կարեն, ապեր, բայց ցավը տանը մի հատ իջի շուշուտ տուն արի, չգիտեմ որտե՞ղ։ Կարեն ջան, դու մենակ տեսնեիր թե ձայնը ոնց էր գլուխը գցել, մորդ հետ ոնց էր խոսում, ամբողջ շենքը կնգած ծերի տակ էր արդեն ապրում։ Ոնց չես ամաչում, նայում ես աղբորդ աչքերին ու էլի խաբում ես, հա, գոնե հիմա ճիշտն ասա։ Դու տեսնում ես իրան, տեսնում ես նույնիսկ քո ներկայությամբ ոնց է խոսում։ Ոչ մի բան չես ապացուցի, սուս մնա մի հատ։ Երդվում եմ, որ ես ճշմարտությունն եմ ասում, ես չեմ խաբում ու չեմ պատրաստվում քո մորը վարկաբեկեմ։ Ազնիվ խոսք ես հիմա ականջով լսեցի, ոնց էր մամատ Լիլիթին ասում, որ Սուս մնա, թե գիտես չեմ հասկանում ինչա կատարում։ Ես այսքան չեմ կասկածում, որ ամեն ինչն եղել է նենց, ոնց որ մաման ու Լիլիթն են ասում։ Կարեն, Ինչ Կարեն։ Գիտեմ ինչա կատարվում։ Թե այսօր մեր հեռախոսային զրույցից հետո ոգևորվել ես, ներվայնացել ես, բարձացել ես տուն, ամբողջ զայրույթը մորս ու քրոջս վրա ես թափել, հա։ լավ Կարեն, դե որ դու այդպես ես իմ մասին մտածում, ես էլ ասելու ոչինչ չունեմ ու այս տանը անելու էլ ոչ մի բան չունեմ։ Այսինքն ինչ ես ուզում ասես, Անի։ Այսինքն այն, որ ես հենց հիմա կհավաքեմ իրերս ու կգնամ ստեղից։ Հələ դե սրանն է, է։ Փոխանակ մորիցս ներողություն խնդրես, իրավիճակն ավելի ես բարդացնում, հա։ Ես չեմ պատրաստվում ներողություն խնդրեմ մի բանի համար, որ ես չեմ արել։ Կարեն ջան, տղես, ցավը տանեմ, մի նյարդայնացիր, դու էլ ես մեղք, չէ, չես տեսնում, որ կինդ իր ասացի է։ Չես էլ ամաչում, է։ Հենց ինչ օրն ես գցել մորս։ Գիտես է, որ վատ առողջ է, գիտես, որ բուժվում է, նյարդայնանալ չի կարելի։ Գնա, հենց հիմա գնա։ Ու կգնամ։ Գնա, Անի։ Ու ոտքդ հանգարց այս կողմերում չտեսնեմ։ Գնա, հենց հիմա գնա, ու իմացի, որ այս արարքիդ համար Անի պատասխան ես տալու։ Կարեն, ես ուղղակի խղճում եմ քեզ, գիտես։ Ինձ ես խղճում։ Կարեն
Կարեն, Գնացեք իստեղից։ ապեր, ցավը տանը, մի հատ նստի, հանգստացի։ Նստի։ Տեսնում ես, մեկը ինքը քեզ էլ չի լսում։ Իրանից ամեն ինչ սпасելի է, շատ ճիշտ որոշում էր քո կողմից։ Կյանքներս գերավ առավոտվանից գիտես ոնց է խոսում մորդ հետ։ Խեղճքին հլնայի քանի հատ դեղեր։ Չի մտածում, որ դու չունես այդքան փողը գտնում բերում ես իր համար։ Մի ջրանասում եղքեստեղն եմ։ Մի հատ լրիվ քայքայվեց։ Մի հատ կոֆե Հանգստացի, ցավը տանեմ, հանգստացի։ Տեսնես։ Կարենը հիմնվելով մոր եւ քրոջ խոսքերին Անիին դուրս է անում տնից եւ որոշ ժամանակ անց նրանք ամուսնալուծվում են։ Կարենը կրկին վերադառնում է իր նախկին աշխատանքին, իսկ Սիլվան եւ Լիլիթը շարունակում են ապրել մի կաթիլ անգամ չզղջալով կատարվածի համար։ Վայ ինչ եղել, ցավը տանեմ, անցի ներսը, անցի, հանգստացի։ Նստի, ինչ է պատահել։ Հլը հանգստացի, սուս մին ասա, ինչ է պատահել։ Մամա, Հա, ես հարուտի ու իրան տանքի հետ կռվել եմ։ այ, հետո, ինչի համար, ինչ պատճառով։ Չգիտեմ։ Կիսուրս ամենավերջի բառերն ասաց, ինձ դուրս վռնդեց իրաց տնից։ Ոնց է տնից դուրս վռնդեց։ Հլը կնայես այդ այլանդակներին։ Սպասի, մի լաս լինի, հանգստացի։ Հիմա ես կզանգեմ, տրանսպորտը տեղը կդնեմ։ Էնենց օրը գցեմ, որ իրանց ասածների համար փոշման են հերիք չի, կան քեզանից ներողություն խնդրելով հետ տանեն։ Սպասի։ Ալո։ Բարև ձեզ տիկի Սոնա։ Լսի, դուք չեք ամաչում, այս ինչ օրն եք գցել իմ աղջկան։ Այս ինչ եք վիրավորել իմ աղջկան։ Ինչ։ Ես չեմ բղավում, ես ձեզանից բացատրություն եմ խնդրում։ Այս ինչ օրն եք գցել իմ աղջկան, չեք վիրավորել։ Ինչ է պատահել։ Ինչ։ Անդաստիրակ։ Դու անդաստիրակը դուք եք։ Այլանդակներ, սպասեք ես ձեզ ինչ օր եմ գցելու։ Ալո, հլեվ այլանդակին նայա բոյտվեց։ Ինչ ասեց, ասում է ձեր աղջիկը վերադաստիրակման կարիք ունի և հաստատ համոզված եք, որ նա երբեք չի փոխվի, պատկերացնում ես։ Սի հանգստացի, դրանք ով են, որ դրանց համար լաց ես լինում, հանգստացի ցավը տանը։ Հանգստացի քեզ ասում եմ, դրանք իրանցից ինչ են ներկայացնում։ Մի հատ նորմալ մարդ չհանդիպես մեզ, ես ինչ կանеш Տեր Աստված։ Քեզ հազարակամ ասացի, ես այդ տղուն չեմ սիրում։ Հա, Կարեն ջան, բարև տղես, ոնց է ցավը տանեմ, առողջականդ ոնց է, թե մենք ոնց պտի լինենք ցավը տանեմ, ես ոչինչ տեղերը բանահակին օգնեց, հիմել Լիլիթ սևատ, բա չես իմացել, Լիլիթին այդ այլանդակները շորերը տվեց ձերը տանից դուրս էին արել, հա, ինչ պատճառ, ոչ մի պատճառ, ուղղակի անմակարդակ մարդիկ են դրանց հետ ինչ կարելի անել։ Հա շատ վատ է, հա, անպարգած է։ Քորանամ ես, հա։ Չգիտեմ ինչ անեմ։ Բժիշկ կանչեցին, այնքան վատ է, որ չկարողացավ գար գնային բժշկի։ Ստիված բժիշկ եմ կանչել։ Հա։ Թե էլի դեղեր է գրել, էլի ստուգումներ է պետք, անալիզներ, գիտես էլի գները։ Հա ցավը տանեմ, եթե հնարավոր է մի քիչ էլի փող ուղարկի, որ տանեմ մի հատ քրոջդ ստուգելու։ Հա տղես, կուղարկես, չէ, հա բալես, հա հենց եղավ կզանգես, հա չէ իմ անունով, իհարկե իմ անունով, ինքը չի կարողանում տեղից շարժվի,
Հա տղես, դե համբուրում եմ տղես, հա։ Հա մամ, ինչ ասաց Կարենը։ Լիլիթ ջան, զանգիր ընկերուհիներիդ եւ ասա, որ դու ես գնում աղվերան։ Հանգիստ խղճով կգնաս, լավ ժամանակ կանցկացնես ու ոչ մի բանի մասին չմտածես։ Քո կյանքը դեռ նոր է սկսվում, սիրելիս։ Կարող են տեղել մի հաճելի կարգին երիտասարդի հանդիպես ու ամեն ինչ կսկսվի նորից։ Մերսի մամ։ Ոյ, ցավը տանեմ աղջիկս։ Կարելի է քո հեռախոսով զանգեմ։ Մամ դե լավ, իմ ափսոսը։ Լիլիթը ամուսնուց հեռանալուն պես փորձում է դասավորել իր անձնական կյանքը, սակայն այդպես էլ շարունակում է ապրել մոր հետ։ Կարենին հետագայում նույնպես չի հաջողվում ամուսնանալ, քանի որ Սիլվան եւ Լիլիթը տարբեր խորամանկ հնարքների դիմելով մշտապես կարողանում են վերահսկել նրա բոլոր քայլերը ու ներազդելով վերջինիս որոշումներին իրենց կամքն են թելադրում։ Կարենը շարունակում է ապրել եւ աշխատել լիարժեք հոգ տանելով մոր եւ քրոջ համար։ 2 տարի անց Կարենը տեղեկանում է Անիի ամուսնության մասին եւ այդպես էլ իրենց բաժանության իրական պատճառը չիմանալով շարունակում է մեղադրել իր նախկին կնոջը։